Նախիջևանը Ադրբեջանի պատմական տարածքն է, որը ավելի քան 1 դար անջատված է Ադրբեջանի հիմնական մասից եւ չունի ցամաքային կապ խորհրդային վարչակազմի կողմից արևմտյան Զանգեզուրը Ադրբեջանից անջատելու եւ Հայաստանին փոխանցելու պատճառով։ Այս մասին Թուրքիայում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նրա խոսքով սա լուրջ անարդարություն է։ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Հայաստանը շրջափակել էր Նախիջևանը։ Հայերը ցանկանում էին օկուպացնել Նախիջևանը, ինչպես արեցին Ղարաբաղի դեպքում։ Հայրս Հեյդար Ալիևը, որ այն ժամանակ Նախիջևանի ղեկավարն էր, դա թույլ չտվեց։ Նախիջևանը չգրավելու պատճառներից մեկը Նախիջևանի եւ Թուրքիայի միջև հույսի կամուրջի կառուցումն էր։ Թուրքիայի օգնությունը նշանակալի ներդրում է ունեցել Նախիջևանի անվտանգության գործում, ասել է Ալիևը։ Պատմական ակնարկ։ Նախիջևանը Հայաստանի առաջին հանրապետության մասն է եղել։ Սակայն 1921 թվականի մարտի 16-ին խորհրդային Ռուսաստանը եւ Թուրքիան Մոսկվայում կնքել են պայմանագիր, ըստ որի Նախիջևանը հանձնվել է խորհրդային Ադրբեջանին։ Այժմ Նախիջևանը հայաթափված է եւ բռնակցված Ադրբեջանի Հանրապետությանը։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ընդունել է Հայաստանում Նիդերլանդների արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ Վինթերին եւ պաշտպանության հարցերով կցորդ փոխգնդապետ Էրիկ Վան Վուրենին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստանի եւ Նիդերլանդների միջև համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր։ Քննարկվել են նաեւ տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության առնչվող հարցեր։ Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ պարտավորությունները մնում են ուժի մեջ, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, նշելով, որ կազմակերպությունը կապեր է պահպանում Երևանի հետ։ Մենք աշխատանքային կապեր ենք պահպանում Երևանի հետ եւս մեկ անգամ ընդգծեմ, որ Հայաստանի Հանրապետությունը մնում է դաշնակից եւ կազմակերպության պարտավորությունները երկրի նկատմամբ պահպանվում են։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունը վերսկսելու պատրաստակամության ազդակներին, ապա հարաբերությունների ձևաչափը չի փոխվել, մնում է նույնը, ասել է Տասմագամբետովը։ Հայաստանը 2024-ի փետրվարին հայտարարեց, որ սառեցնում է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի միջոցառումներին, ապա հրաժարվեց իր բաժին ֆինանսավորումը հատկացնել այդ կառույցին, տևական ժամանակ չի մասնակցում համատեղ զորավարժություններին, հանդիպումներին, բայց պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց սկսելու համար։ 2024 թվականի սեպտեմբերին վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ ՀԱՊԿ սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության համար, հավելելով դրա համար է Երևանը սառեցրել իր անդամակցությունը այդ կառույցում։ Եվրամիությունում Հայաստանի ներկայացուցչությանը կից պաշտպանության հարցերով կցորդի հաստիկ կստեղծվի։ Որոշման նախագիծ ընդգրկված է կառավարության նիստերի օրակարգում։ Հաշվի առնելով վերջին շրջանում պաշտպանական, անվտանգային եւ ռազմական ոլորտներում Բելգիայի եւ Եվրոպական միության հետ Հայաստանի համագործակցության էական զարգացումը, նախատեսվում է ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելությանը կից պաշտպանական հարցերով կցորդին համատեղության կարգով Եվրոպական միությունում, ինչպես նաեւ Բելգիայի թագավորությունում Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդ նշանակելը եւ հավատարմագրելը, ասված է որոշման հիմնավորումներում։ Արցախի նախկին պետնախարար Բարերա Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը պատասխանել է Հայաստանի վարչապետին։ Նա X-ի իր միկրոբլոգում նամակով դիմել է Փաշինյանին իր պաշտպանյալի եւ մյուս հայ գերիների ազատ արձակման հարցով։ Գենսերը ընդգծել է, որ Հայաստանի վարչապետի աշխատանքային պարտականությունն է կենտրոնանալ ոչ միայն մեկ անձի, այլև Հայաստանի Հանրապետության պետական շահերի եւ Հայաստանի քաղաքացիների շահերի վրա, այդ թվում համաչափորեն խելամիտ ձևով կենտրոնանալ նաեւ մեկ անձի խնդիրների լուծման վրա։ Անշուշտ հայ պատանները արժանի են նույնպիսի օգնության, ինչպիսին տրամադրում են մյուս կառավարությունները, այնպես չէ, գրել է Գենսերը։ Հիշեցնենք, հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով դատավարությունը։ Նախկին պետնախարար եւ Բարերա Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով։ Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին, դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին։ Հայրենասեր հայրին պետք է, որպեսի պարոն Վարդանյանը ողջ եւ առողջ վերադառնա Բաքվից, խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում ասել է ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ Այդ մարդկանց տանջամահ են անում, եթե վարչապետի աթոռին նստածից չպետք է լինի պահանջ, բա ումից պետք է լինի։ Այդ մարդիկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, ոնց ուզում են թող բերեն, դա իրենց խնդիրն է։ Ընդդիմությունը այդ մասով այն բոլոր լծակները, որոնք ունի կիրառում է, ասել է Հայկ Մամիջանյանը։ Վարդանյանների ընտանիքի փաստաբանը, որը ըստ իր ներկայացրած տվյալների 20-ից ավել տարվա փորձ ունի նման գործընթացների, զարմանք էր արտահայտում, որ երբևէ չի տեսել մի երկրի կառավարություն, որը այսպես վարվի այս հարցում։ Սա ես մեջբերում եմ մասնագետի կարծիք, սա քաղաքական խոսույթ չի, սա մասնագիտական խոսույթ է։
Այսինքն, եթե կան մարդիկ, որոնք համարում են, որ ընդդիմությունն է միայն քննադատում, ոչ, միայն ընդդիմությունը չի, նաև մասնագետները, ընդ որում են մասնագետը, որ դրանով զբաղվում է սպային։ Դա առաջինը, երկրորդ հնարավորությունը օգտագործելով մարդասիրական տեսանկյունից, պարոն Վարդանյանի առողջության տեսանկյունից, չգիտեմ կհասնի հորդորը թե չէ, բայց հայրենասեր հայերին պետք է որպեսզի պարոն Վարդանյանը ողջ առողջ վերադառնա Բաքվից։ Ուստի նորից եմ ասում, չգիտեմ կհասնի իրեն այս կոչը թե չէ, բայց ամեն դեպքում մարդասիրական տեսանկյունից լավ կլինի, որ պարոն Վարդանյանը իր առողջության տեսանկյունից դադարեցնի հացադուլը։ Ես հասկանում եմ, որ դա քանի որ պետությունը ոչինչ չի անում, պարոն Վարդանյանը Բաքվում գտնվելով ստիպված է այս պայքարի մեթոդը օգտագործել, բայց մեզ բոլորիս հայերիս անհրաժեշտ է, որպեսզի պարոն Վարդանյանը եւ մյուս քերի տղաները անվտանգ առողջ վերադառնան հայրենիք։ Անհետ կորած զինծառայողների ծնողները կրկին ազգային ժողովում են նախատեսվում է նրանց հանդիպումը Անդրանիկ Քոչարյանի հետ։ Ծնողները որոշակի բացատրություններ եւ պարզաբանումներ են ցանկանում ստանալ նրանից։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Աղվան Վարդանյանը հորդորում է ընդդիմադիր բոլոր գործընկերներին գործել գլխավոր հիմնական ուղղությամբ, ամեն մեկը իր պատկերացրած ձևով։ Այս մասին նա ասել է խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ։ Վարդանյանը ընդգծել է, որ այժմ օրակարգում առաջնային խնդիրը այնուամենայնիվ մնում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու հարցը, ոչ թե այն, թե ով է նրան բերել իշխանության։ Օնլայն խաղատների եւ բուքմեյքերական գործունեության տուրքերը երկու անգամ կավելանան։ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց Ազգային ժողովի ԿՊԱ-ական падգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին աղմկահարույց օրինագիծը։ Ֆինանսական բեռի բարձրացումը մենք ձևակերպել ենք այնպես, որպեսզի այն ամեն տարի բարձրանա, եւ այս գործիքի միջոցով մենք կարողանանք լուծել օպերատորի հարցը։ Օպերատորի միջոցով մենք սահմանափակելու ենք մեր հայրենակիցների կազինո խաղալու հնարավորությունները։ Որոշ սոցիալական խմբերի եւ պետական ծառայողների դեպքում ընդհանրապես արգելելու ենք այն, ասել է Հայկ Սարգսյանը։ Նրա խոսքով վերջին տարիներին աշխարհում, նաեւ Հայաստանում գրանցված ինքնասպանությունների զգալի թվի պատճառը հենց խաղամոլությունն է։ Ըստ Սարգսյանի դրանից անմասն չէ նաեւ բանակը։ ԱԺ կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ Փաշինյանին հիշեցրին վրաերթի ենթարկած հեղի կնոջ գործի մասին։ Հեղի կին է մահացել ձեր Շարասյան կողմից, ոչ բարոյական, ոչ քաղաքական պատասխանատվության ոչ ոք չի ենթարկվել։ Այս մասին հայտարարեց Հայաստան խմբակցության падգամավոր Քրիստինե Վարդանյանը, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ի պատասխան Փաշինյանը նշեց. մի կողմից ասում եք դատական համակարգը պետք է անկախ լինի։ Դուք կամ տուժող կողմը որևէ հիմք ունեք, որ ես միջամտություն եմ արել գործին։ Ես ասում եմ, բացառված է, չի կարող բնության մեջ այդպիսի հիմնավորում լինել, ասաց վարչապետը հավելելով. մենք դատական միջամտություն անող լինեինք, մեր գործերով կանեինք։ Կառավարության ղեկավարը խոսեց դատարանի անկախության սկզբունքը պահելու մասին, այդ համատեքստում նշելով падգամավորի այս թեմայով հարցը իրեն ուղղված չէ։ Վրաերթից մահացած Սոնա Մնացականյանի ընտանիքի շահերի պաշտպան Ռաֆի Ասլանյանը իր Facebook-յան էջում գրել է, որ Ավտոշարասյան ռադիոկապի ձայնագրությամբ հաստատցի ոչնչացումը նաև կասկածներ է հարուցում բուն դեպքին Նիկոլ Փաշինյանի հնարավոր միջամտության մասին։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի падգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին պատասխանելիս Նիկոլ Փաշինյանը հռետորական հարց հնչեցրեց, թե իր Ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի գործով տուժող կողմն արդյոք կասկած ունի, որ ինքը միջամտում է գործին։ Ասեմ շատ ուղիղ, տուժող կողմը համոզված է, որ միայն Հայաստանի Հանրապետության վարչապետի ուղղակի կամ անուղղակի միջամտության արդյունքում կարող էր դեպքից 3 տարի անց ոչ մեկ չենթարկվել քրեական պատասխանատվության, նույնիսկ չազատվել աշխատանքից։ Դատարանի պարտավորեցումից հետո Ավտոշարասյան ղեկավար կազմի պաշտոնատար անձանց նկատմամբ կրկին անգամ քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշում կայացվել։ 168-ը հայտնում է, որ միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրեթե ողջ գրասենյակը Եղիշե Կիրակոսյանի գլխավորությամբ աշխատանքից ազատման դիմում է գրել։ Պատճառը, ինչպես եւ ակնկալվում է, Ադրբեջանի հերթական պահանջը այն է՝ միջազգային դատական այտյաններից Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած հայցերի հետ կանչի ուլտիմատումն է։ Եղիշե Կիրակոսյանի գրասենյակը տևական ժամանակ դիմադրում էր, սակայն 168-ի տեղեկություններով այլևս որևէ տարբերակ Նիկոլ Փաշինյանը գրասենյակին չի թողել։ Հայցերը պետք է հետ
կանչել եւ վերջ։ Առանց դրա Ադրբեջանը խաղաղության համաձայնագիր չի ստորագրի։ Շուրջ 2 տասնյակ աշխատակիցներից մի քանիսն արդեն մի քանի օր է աշխատանքի չեն գնում, իսկ երեք հայտնի դարձավ, որ ողջ գրասենյակը դիմում է գրել։ Չեն պատրաստվում մտնել այդ դավաճանական գործողության ծանրության տակ։ 168-ի տեղեկություններով շուրջ 2 տասնյակ աշխատակից ունեցող գրասենյակից ազատման դիմում չի գրել միայն գրասենյակի ղեկավար Լիպարի Դրմեյանը։ Վերջինս հույս ունի զբաղեցնել Եղիշե Կիրակոսյանի տեղը։ Ռուսաստանի արտգործնախարարության Հյուսիսատլանտյան դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Դարչիևը նշանակվեց Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր համապատասխան հրամանագիրը ստորագրել է։ Միացյալ Նահանգներում Ռուսաստանի նախկին դեսպան Անատոլի Անտոնովը ավարտել է իր առաքելությունը 2024 թվականի հոկտեմբերին եւ վերադարձել Մոսկվա։ Անտոնովը 7 տարի ղեկավարել է Միացյալ Նահանգներում Ռուսաստանի դեսպանությունը։ Ալեքսանդր Դարչիևը Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության Բրիտանիայի, Իռլանդիայի, Կանադայի եւ Միացյալ Նահանգների բաժանմունքն էր ղեկավարում եւ գլխավորում էր ռուսական պատվիրակությունը երկու երկրների դիվանագետների Թուրքիայում անցկացված բանակցությունների ժամանակ։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը տեսանյութ է տեղադրել, որում երևում են բռնված տղամարդիկ սահմանապահ ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ։ Նրանց ինքնաթիռ են նստեցնում, տեղեկացնում է լեհական ՓԱԲ գործակալությունը։ Վտարումները սկսվել են, մենք փաստացի քշում ենք վրացական հանցախմբերին, ոչ թե խոսքով, այլ գործողություններով, գրել է Տուսկը։ Լեհաստանի ներքին գործերի փոխնախարար Վեսլավ Շչեպանսկին վստահեցրել է, որ Լեհաստանը չի հանդուրժի որևէ մեկին, որը երկիր կգա հանցագործություններ կատարելու համար։ Նա տեղեկացրել է, որ արդեն սկսվել է օտարերկրացիների վտարման ընթացակարգը, որոնք հարկադրման մեջ են մտել օրենսդրության հետ։ Վրաստանի 17 քաղաքացի Բալիցը օդանավակայանից ռազմական ինքնաթիռով լքել են Լեհաստանը սահմանապահ ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի մինչև իր նախագահական երկրորդ ժամկետի ավարտը 2029 թվականը ավարտին հասցնել ամբողջ Միացյալ Նահանգներ-Մեքսիկա սահմանը ընդգրկող ֆիզիկական սահմանային պատի կառուցումը։ Նա մատնանշել է արհեստական բանականության տեխնոլոգիաները, որոնք թույլ են տալիս ճանաչել սահմանը հատել պատրաստվող մարդուն 2 մղոն հեռավորությունից 3.2 կիլոմետրից։ Ավելի վաղ Թրամփը հանձնարարել էր պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթին եւ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմին արկել բոլոր համապատասխան միջոցները տեղակայելու եւ կառուցելու ժամանակավոր եւ մշտական ֆիզիկական խոչընդոտներ Միացյալ Նահանգների հարավային սահմանի ամբողջական օպերատիվ վերահսկողությունը ապահովելու համար։ Իր պաշտոնավարման առաջին ժամկետում 2017-ից 21 թվականներին Թրամփը Միացյալ Նահանգների հարավային սահմանի երկայնքով կառուցել էր ավելի քան 450 մղոն կամ 720 կիլոմետր երկարությամբ նոր եւ փոխարինող պատ։ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանից բխող սպառնալիքի եւ Միացյալ Նահանգների քաղաքականության հնարավոր փոփոխությունների պատճառով նախաձեռնելու է քննարկում այն մասին, որպեսզի Ֆրանսիան որպես միջուկային տերություն երաշխավորի Եվրամիության մյուս երկրների անվտանգությունը։ Մակրոնը շեշտել է, որ միջուկային զենք կիրառելու որոշումը կմնա բացառապես Ֆրանսիայի նախագահի իրավասությունների շրջանակում։ Նա խոստովանել է, որ Միացյալ Նահանգները փոխել է իր դիրքորոշումը Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ։ Մակրոնն ասել է. «Հուսով եմ Միացյալ Նահանգները կմնա Եվրոպայի դաշնակիցը եւ ընդգծել, որ պետք է ուժեղացնի համաեվրոպական պաշտպանությունը։ Ֆրանսիայի նախագահն ընդգծել է ՆԱՏՕ-ին անդամակցելու երկրի հավատարմությունը, սակայն հավելել է, որ Եվրոպայի ապագան չպետք է որոշվի Վաշինգտոնում կամ Մոսկվայում, եւ ընդգծել, որ Եվրոպան պատրաստ է մրցակցել եւ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի հետ։ Խոսելով ուկրաինական պատերազմի մասին Մակրոնն ընդգծել է, որ այն չպետք է ավարտվի Ուկրաինայի կապիտուլյացիայով եւ չպետք է խաղաղություն կնքվի ցանկացած գնով։ Ըստ Մակրոնի Ռուսաստանը վտանգ է ներկայացնում ոչ միայն Ուկրաինայի, այլև Եվրամիության երկրների համար, նշելով, որ Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է հզորացնել իր բանակը։ Ֆրանսիան կշարունակի հետախուզական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, չնայած Վաշինգտոնի կողմից Կիևին հետախուզական տեղեկատվության փոխանցման դադարին։ Այս մասին վստահեցրել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն։ Լեկորնյուն կարծում է, բրիտանացիների համար դժվար կլինի ինչ-որ կերպ լրացնել այդ բացը Ուկրաինայի համար Միացյալ Նահանգների հետ ծերտ համագործակցության պատճառով։ Դոնալդ Թրամփը մեկ ամսով կազատի Կանադայի եւ Մեքսիկայի ավտոարտադրողներին 25% մաքսատուրքերից, քանի որ դեռ նրանք հետևում են ազատ առևտրի գործող կանոններին։ Միևնույն ժամանակ Միացյալ Նահանգների նախագահը հստակեցրել է, որ չի չեղարկում Կանադայի եւ Մեքսիկայի նկատմամբ սահմանած մաքսատուրքերը, որոնց միջոցով փորձում է ճնշում գործադրել այդ երկրների վրա, ուժեղացնելու ֆենտանիլի մաքսանենգության կանխումը։ Ըստ հանրային տեսանելի տվյալների Միացյալ Նահանգներում առգրավված ամբողջ ֆենտանիլի միայն 0.2%-ն է երկիր մուտք
գործում Կանադայի սահմանից, մինչդեռ թմրանյութի մեծ մասը Միացյալ Նահանգներ է մտնում հարավային սահմանից։ Կանադան պատրաստ է նվազեցնել Միացյալ Նահանգների կողմից մաքսատուրքերի սահմանման դիմաց ձեռնարկված պատասխան քայլերը, եթե Թրամփի վարչակազմը չեղարկի իր կողմից սահմանած մաքսատուրքերի մի մասը, Reuters-ին հայտնել է կանադական կառավարության աղբյուրը։ Qırğızstանը Տաջիկստանի հետ սահմանի սահմանագծման շրջանակում փոխանակել է այն տարածքները, որտեղ պարբերաբար կոնֆլիկտային իրավիճակներ են առաջացել, հայտարարել է Qırğızstանի նախագահ Սադի Ժապարովը։ Ժապարովի խոսքով հողատարածքները, որոնք փոխանակել են երկրները, կամ անկլավներ են, կամ շախմատաձև դասավորված են սահմանի երկայնքով։ Ինչպես հավաստիացրել է Qırğızstանի նախագահը, Տաջիկստանի հետ սահմանի հարցը ընդմիշտ լուծված է։ Թող ամեն ինչ ավարտվի եւ այն ժամանակ կասենք։ Այն ժամանակ պատմությունը կդատի մեզ։ Համոզված եմ, որ նա մեզ կտա գերազանց գնահատական, ընդգծել է նախագահը։ Qırğızstani եւ Տաջիկստանի միջև պետական սահմանի երկարությունը մոտ 980 կիլոմետր է։ Դրա սահմանագծման շուրջ բանակցությունները շարունակվում են 2002 թվականի դեկտեմբերից։ Տաջիկստանը մնացել է վերջին հարևան պետությունը, որի հետ Qırğızstանը մինչ այժմ չէր կարողացել լուծել բոլոր սահմանային խնդիրները։ Թուրքիան ու Ադրբեջանը խաղաղության կայունության կողմնակից են։ Անկարայում տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացված Իգդիժ Նախիջևան գազատարի բացման արարողությանը այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի նախագահը։ Հիշեցնեմ, Ալիևը նախորդին է ժամանել Անկարա, ապա Թուրքիան ու Ադրբեջանը գործարկել են Իգդիժ Նախիջևան գազատարը։ Էրդողանը հայտարարել է, որ նախագիծը կապահովի Նախիջևանի էներգետիկ անվտանգությունը։ Ալիևը իր հերթին հավելել է, թե համատեղ իրականացվող էներգետիկ նախագծերը նաև ճանապարհ են հարթում տրանսպորտային խոշոր նախաձեռնությունների իրականացման համար։ Զելենսկին իր երեկոյան ելույթում ասել է, որ Կիևն ու Վաշինգտոնը աշխատում են նոր հանդիպման վրա։ Զելենսկու խոսքով ինքը դրական արդյունքներ է ակնկալում արդեն հաջորդ շաբաթվա սկզբին։ Այսօր մեր թիմերը Ուկրաինան եւ Միացյալ Նահանգները սկսել են աշխատել հանդիպման վրա։ Ելույթ ունեցան Անդրեյ Երմակը եւ Մայքլ Վալցը, դրական տեղաշարժ կա։ Մենք հուսով ենք, որ հաջորդ շաբաթ կտեսնենք առաջին արդյունքները, նշել է Զելենսկին։ Ուկրաինան ակտիվորեն պատրաստվում է մարտի 6-ին կայանալիք Եվրամիության գագաթնաժողովին։ Ռուսական զորքերը հրթիռակոծել են Կրիվոյ Ռոգը, հայտնել է Դնեպրոպետրովսկի շրջանային պետական վարչակազմի ղեկավար Լիսակը։ 3 մարդ զոհվել է, առնվազն 30-ը վիրավորվել։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտնել է, որ հրթիռները հարվածել են հյուրանոցին, խոսքը Ցենտրալնի հյուրանոցի մասին է։ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ հարվածից հետո հյուրանոցում հրդեհ է բռնկվել։ Ավերվել է 5 հարկանի շենքի աստիճանավանդակը։ Փրկարարները դեպքի վայրում են, չի բացառվում, որ փլատակների տակ դեռ մարդիկ լինեն։ Տեղի իշխանությունների խոսքով Կրիվոյ Ռոգում հրթիռային հարվածի հետևանքով նաև 14 բազմաբնակարան շենք, մշակութային հաստատություն, 12 խանութ եւ 2 տասնյակ ավտոմեքենաներ են վնասվել։ Դոնալդ Թրամփը սպառնում է ոչնչացնել Համաս խմբավորմանը, եթե վերջինս անհապաղ չվերադարձնի իսրայելցի պատաններին եւ չհանձնի մահացածների մարմինները։ Սա վերջին նախազգուշացումն է, ասել է Միացյալ Նահանգների նախագահը։ Դիմելով Համասի ղեկավարությանը Թրամփը ընդգծել է. ժամանակն է լքել Գազան, քանի դեռ ունեք այդ հնարավորությունը։ Իսկ Գազայի բնակիչներին, ըստ Միացյալ Նահանգների նախագահի, գեղեցիկ ապագա է սպասվում, բայց ոչ պատաններ վերցնելու պարագայում։ Խելացի որոշում կայացրեք, հիմա ազատեք պատաններին կամ ստիպված կլինեք ծանր գին վճարել։ Գազայում դեռ մոտ 60 իսրայելցի պատանդ կա։ Ենթադրվում է, որ նրանցից մոտ կեսը մահացած է։ Զինադադարի առաջին փուլով գերիների դիմաց Իսրայելը իր բանտերից ազատ է արձակել մոտ 2000 պաղեստինցի բանտարկյալների, այդ թվում ահաբեկչության համար դատապարտվածների։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox News-ի եթերում հայտնվել է ճակատին սև խաչով։ Մոխրե խաչը կաթոլիկ եկեղեցում խորհրդանշում է մեծ պահքի սկիզբը։ Ռուբիոն կաթոլիկ է եւ ընդգծել է Սուրբ Հարության տոնին նախորդող մեծ պահքի կարեւորությունը, այդ օրը ավելի վաղ մասնակցելով պատարագին։ Fox News-ն էլ նշել է, որ կրոնական խորհրդանիշներով եթերում հայտնվելը հազվադեպ է նման մակարդակի պետական պաշտոնյաների համար։ Իդեպ մոխիրը պատրաստվում է նախորդ տարի ծաղկազարդի տոնակատարությունների ժամանակ օգտագործված օժնված արմավենիներից։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կհայտարարի երկրում օգտակար հանածոների եւ հազվագյուտ մետաղների արդյունահանումը մեծացնելու միջոցառումների մասին։ Այս շաբաթ ավելի ուշ ես պատմական գործողություններ կձեռնարկեմ կտրուկ մեծացնելու համար Միացյալ Նահանգների կարևոր օգտակար հանածոների եւ հազվագյուտ մետաղների արտադրությունը, նշել է Թրամփը երկրի իրավիճակի եւ ներքին ու արտաքին քաղաքականության առաջնահերթությունների վերաբերյալ իր ելույթից մեջբերված հատվածներում։
Կանադայի կառավարությունը արել է ամեն ինչ, որպեսզի խուսափի Միացյալ Նահանգների մաքսատուրքերից, այս մասին հայտնել է Կանադայի արտգործնախարար Մելանի Ջոլին։ Նրա խոսքով Վաշինգտոնի խնդրանքով Օտտավան զգալի առաջընթաց է գրանցել Միացյալ Նահանգների հետ սահմանին անօրինական միգրացիայի եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում։ Ջոլին այվ ասել է, որ երկու մայրաքաղաքների միջև սակագների թեմայի շուրջ երկխոսությունը շարունակվում է։ Մասնավորապես մարտի 5-ին նախատեսված է նրա հեռախոսազրույցը Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Մարտի 4-ին Միացյալ Նահանգների վարչակազմը 25% մաքսատուրք սահմանեց Կանադայից եւ Մեքսիկայից ներմուծվող գրեթե բոլոր ապրանքների վրա, ինչպես նաեւ բարձրացրեց Չինաստանից ապրանքների մաքսատուրքերը 10-ից մինչեւ 20%-ի։ Ըստ Bloomberg գործակալության մաքսատուրքեր են սահմանվել ներմուծվող ապրանքների վրա, որոնց տարեկան ընդհանուր արժեքը կազմում է մոտ 1.5 տրիլիոն դոլար։ Եվրախորհրդանի падգամավորները մտադիր են Հունգարիային զրկել միությունում ձայնի իրավունքից։ Կուսակցության падգամավորները մարտի 6-ին կայանալիք Եվրամիության գագաթնաժողովից առաջ եվրոպացի առաջնորդներին կուղարկեն գործողությունների ծրագիր, որը ներառում է Հունգարիային դաշինքում ձայնի իրավունքից զրկելը։ Ծրագիրը բաղկացած է 9 կետից եւ ի հավելումն Հունգարիայի ձայնի իրավունքից զրկելուն Եվրախորհրդանի падգամավորները կոչ են անում Եվրամիության բարձրագույն դիվանագետ Կայա Կալասին դարձնել Եվրամիության լիարժեք արտգործնախարար, ստեղծել ընդհանուր եվրոպական բանակ եւ ընդլայնել Եվրամիության լիազորությունները պաշտպանության ոլորտում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրամիության առաջնորդները Հունգարիայի առարկությունների պատճառով դադարեցնում են Կիևին 20 միլիարդ եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթի մշակումը, որը առաջարկել էր Կայա Կալասը։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը փոխշահավետ հարաբերություններ է զարգացնում Իրանի հետ եւ պատրաստ է անել հնարավորը միջուկային խնդրի լուծման համար։ Քանի որ Իրանը մեր դաշնակիցն է, գործընկերը, երկիր, որի հետ մենք զարգացնում ենք համապարփակ փոխշահավետ եւ փոխադարձ հարգանքով փոխհարաբերություններ, Ռուսաստանը պատրաստ է հնարավոր ամեն ինչ անել դրա համար։ Միացյալ Նահանգները այս մասին գիտի, լրագրողներին ասել է Պեսկովը։ Թուրքիա-Հունաստան սահմանին կիրականացվեն սահմանային անվտանգության միջոցառումներ 7 շրջաններում, կկառուցվի 8.5 կիլոմետրանոց անվտանգության պատ։ Ըստ Թուրքիայի Էդիրնե նահանգի նահանգապետ Յունուս Սեզերի, նման միջոցառումները առաջին անգամ են իրականացվելու Թուրքիայի արևմտյան սահմանին։ Նա նաև նշել է, որ նախնական փուլում նախատեսվում է կառուցել 8.5 կիլոմետրանոց պատ, իսկ ապագայում այդ պատը կձգվի Հունաստանի հետ սահմանի ողջ երկայնքով։ Կահիրեում տեղի ունեցած Արաբական պետությունների լիգայի արտակարգ գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարության մեջ կոչ է արվել միջազգային ճնշում գործադրել, պարտադրելով Իսրայելին դուրս բերել իր ուժերը բոլոր օկուպացված արաբական տարածքներից, այդ թվում Սիրիայից եւ Լիբանանից։ Արաբական պետությունների լիգայի անդամ երկրները դատապարտել են Իսրայելի ներխուժումը Սիրիա եւ կոչ են արել միջազգային հանրությանն ու ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին պարտավորեցնել նրան դադարեցնել ագրեսիան Սիրիայի դեմ։ Բացի այդ, Իսրայելից պահանջել են ամբողջությամբ դուրս գալ Լիբանանի միջազգայինորեն ճանաչված սահմաններից եւ վերադարձնել վերջին պատերազմի ժամանակ կալանավորված բանտարկյալներին։ Պաղեստինյան համաշարժումը ողջունել է Արաբական գագաթնաժողովի գումարումը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իրանի պետական հեռուստաընկերության հարցազրույց է տվել։ Նա առանձնապես նշել է, որ Հայաստանն Իրանի Իսլամական Հանրապետության շահերի նկատմամբ զգայուն է եւ Իրանի Իսլամական Հանրապետությունը նույնպես Հայաստանի շահերի նկատմամբ է զգայուն։ Ներկայացնում ենք իրանական IRIB հեռուստաընկերությանը վարչապետ Փաշինյանի տված հարցազրույցից մի հատված։ Ես միշտ ընդգծում եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության հարաբերությունները հիմնված են բնական շահերի վրա։ Եվ սա թերևս երաշխիք է, որ երկու երկրների հարաբերությունները զարգացման ռազմավարական տրամաբանության մեջ են գտնվում։ Եվ մենք ուրախ ենք արձանագրել, որ մեր հարաբերությունները զարգանում են եւ քաղաքական երկխոսության մակարդակում, եւ տնտեսական գործակցության մակարդակում։ Մեր առևտրաշրջանառությունը բնական տեմպերով է աճում։ Իհարկե կան նաև խնդիրներ, խոչընդոտներ, որոնց չլինելու դեպքում գուցե թե այդ հարաբերությունները, մասնավորապես առևտրատնտեսական ոլորտում ավելի մեծ կլինեին, բայց նաև կարծում եմ, որ մենք Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության հետ գործակցության շնորհիվ կարողանում ենք աճի բավականին լավ տեմպ ունենալ։ Դուք ասացիք, որ Իրանը պետք է հարաբերությունները զարգացնելու ինչ-որ քայլեր ձեռնարկի։ Ինչ պետք է անի։ Տեսեք, ես ասացի, որ մեր հարաբերությունները բնական զարգացման ծիրի եւ ուղեցրի մեջ են, եւ կարծում եմ, որ եւ Հայաստանի կառավարությունը եւ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը այն ամենը, ինչ անհրաժեշտ է հարաբերությունների զարգացումն ապահովելու համար իրականացնում են, եւ դրա վկայությունը մեր առևտրաշրջանառության աճն է, եւ նաեւ ուրախությամբ պիտի ընդգծեմ, որ իրանական ընկերությունները բավական լայնորեն ներկայացված են Հայաստանի Հանրապետությունում։ Մասնավորապես այսօր Հայաստանի եւ Իրանի միջև նոր մաքսային անցակետի շինարարության մեջ է ներգրաված Իրանի Իսլամական Հանրապետության ընկերությունը,
հարաբերություն հյուսիս-հարավ ճանապարհի Ագարակ Քաջարան հատվածը հիմա հաջողությամբ իրականացնում է Իրանի Իսլամական Հանրապետությունը ներկայացնող ընկերություն։ Իմ գնահատականն այն է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության կողմից կա կամք բնական շահերի վրա հիմնված հարաբերությունների զարգացումը պահելու բնական ուղեցրի մեջ։ Ինչպես տեղյակ եք, Իրան-Հայաստան հարաբերություններն ունեն լուրջ հակառակորդներ, բայց կարևորը երկու երկրների ազգային շահերն են։ Ձեր կարծիքով ինչպես պետք է պաշտպանել այդ հարաբերությունները։ Այն բանաձևը, որի մասին ես ասացի, հարաբերություններ, որոնք հիմնված են երկու երկրների բնական շահերի վրա, հենց այս բանաձևը ինքը որոշակի պաշտպանություն է ստեղծում հարաբերությունների զարգացման վրա։ Շատ կարևոր է արձանագրել, որ մենք Իրանի շահերի նկատմամբ զգայուն ենք, եւ Իրանն էլ նույնպես մեր շահերի նկատմամբ զգայուն է։ Ես կարծում եմ, որ մենք պետք է կենտրոնանանք հարաբերությունների բնական շահերի վրա հիմնված լինելու հանգամանքի վրա։ Եվ այս իմաստով ես միշտ հակված եմ Իրանի հետ մեր հարաբերություններում կենտրոնանալ դրական գործոնների վրա։ Վագների հիմնադիր Եվգենի Պրիգոժինը 2023 թվականի հունիսի 24-ի ապստամբության ժամանակ ցանկանում էր միջուկային զենք ձեռք բերել իրադարձությունների զարգացման նման տարբերակ չէին բացառվում նաև Արևմուտքում։ Նոր մանրամասներ է բացահայտել Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ամերիկացի բլոգեր Մարիո Նաուֆալին տված հարցազրույցում։ Զրույցի ընթացքում Նաուֆալը հիշել է գրեթե 2 տարի առաջ են տեղի ունեցել իրադարձությունները, զինված ապստամբության փորձը եւ դրան հաջորդած Լուկաշենկոյի բանակցությունները Վագների ղեկավարի հետ, ինչի շնորհիվ հաջողվել է կանգնեցնել ապստամբությունը։ Բելարուսի առաջնորդը նշել է, որ պատրաստ է եղել Մոսկվայի պաշտպանության համար ուղարկել հանրապետության ամենամարտունակ ուժերը, ինչի մասին նա ասել է Պրիգոժինի հետ զրույցում։ Բելարուսի ղեկավարի ջանքերը բարձր են գնահատել Արևմուտքում, այդ թվում Միացյալ Նահանգների եւ Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները։ Հարավային Կորեայի ռազմական օդուժի F-16 կործանիչը սխալմամբ 8 ռումբ է գցել քաղաքացիական շենքերի վրա, ինչի հետևանքով կան վիրավորներ։ Դեպքը տեղի ունեցել կրակի կիրառմամբ զորավարժությունների ժամանակ։ F-16 կործանիչը յուրաքանչյուրը 225 կիլոգրամ քաշով MK-82 ռումբերը արձակել է զորավարժության տարածքից դուրս։ Ռումբեր ընկել են տների եւ եկեղեցու վրա։ Վիրավորների թիվը 15-ն է։ Մարզական լուր Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում Բարսելոնան արտագնա հաղթանակ տարավ Բենֆիկայի նկատմամբ 1-0 հաշվով։ Բարսելոնայի հաղթանակը Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ թիմը արտագնա խաղում 69 րոպեից ավելի ներառյալ մրցավարի կողմից ավելացված ժամանակը խաղալով 10 հոգով կարողանում է առավելության հասնել մրցակցի նկատմամբ։ Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մարտի 11-ին Երևանի ժամանակով 21:45-ին։ Եղանակի մասին Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 6-ից 10 սպասվում է առանց ձեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը մարտի 6-ից 9 աստիճանաբար կբարձրանա 10-ից 13 աստիճանով։ Երևանում ցերեկային ժամերին կլինի 12-ից 14 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի 5-ից 7 աստիճան տաքություն։